Պայթյուն Շենգավիթում նախկին Դաշնամուրի գործարանի տարածքում ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ սեփական շինության, տնտեսական ապրանքների եւ սննդի պահեստի հատվածը։ Թե ինչն է եղել փլուզման պատճառը, պարզվում է, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հաղորդում են, որ կա պայթյունից տուժած։ Արտադրամասը սննդի մի մասը եւ կես մասը պահեստներ տարահանվել են մասնաշենքում, կողքի մասնաշենքի եղած աշխատակիցները։ Հետախուզության ժամանակ հետախուզությունից պարզվել է, որ գազի արտահոսք կա, գազի արտահոսքը դադարեցվել է, բոլորը տարահանված են, ունենք մեկ տուժած, որը որ ոտքի վնասվածքով տեղափոխվել է, հոսպիտալացվել է։ 1963-ին կառուցված գործարանը ժամանակին տարեկան արտադրել է 10,000 դաշնամուր, առաջին դաշնամուրի առաջին փորձարկողն ի դեպ Առնո Բաբաջանյանն էր, շարք մտավ Երևան դաշնամուրը։ Հիմա շինության պահպանման խնդիրը ըստ փաստաբանի պարտավոր է հոգալ սեփականատերը, եւ եթե օրինակ շինությունը պատկանում է իրավաբանական անձին, տվյալ շինության պահպանման հարցում պետությունը ներդրում ունենալու դեր որպես այդպիսին չունի։ Դա սեփականատիրոջ ռիսկն է։ Այլ բան, եթե շենքերը պատկանում են համայնքներին, այլ կերպ պետությանը։ Այս դեպքում հենց նա է պարտավոր հոգ տանել դրա կայունության ու անվտանգության մասին։ Եթե դրանք վթարային շինություններ են, ապա անհրաժեշտ է, որ դրանք ամրացվեն, վերանորոգվեն կամ էլ քանդման թույլտվության արկայության դեպքում գետնին հավասարեցվեն։ Փաստաբանն ասում է, եթե խոսքը պետության քաղաքականության մասին է, ապա նույն ճակատագրին են արժանանում բազմաբնակարան վթարային շենքերն ու հանրակացարանները, որոնց դեպքում էլ պետությունը որևէ քայլ չի կատարում։ Քանի որ դա լրացուցիչ ներդրումային խնդիր է եւ մեղմ ասած պետությանը դրանից որևէ օգուտ չկա։ Բայց որպես այդպիսին պետությունն ունի մշակած հայեցակարգեր, թե վթարային շենքերի կամ շինությունների հետ կապված ինչ ընթացակարգեր պետք է կիրառի։ Մերթ լսում ենք, որ այսինչ հասցեում շինությունը փլվեց հին էր, այսինչ հասցեում շինությունը փլվեց նորեին կառուցում, սակայն որակով չէին կառուցում, կամ այստեղ շենք պայթեց, հրկիզվեց եւ այլն։ Այս ամբողջ խնդիրները գալիս է նրանից, որ տեսչական մարմինները չունեն այսպես կանխարգելիչ ֆունկցիաներ, լծակներ եւ ջանքեր այդ ուղղությամբ չեն գործադրվում։ Գուցե մեծ հաշվով դրանք անօգուտ են թվում կառավարությանը, ասում է փաստաբանն ու հավելում, դա ծախսատար ոլորտ է, որը օգուտներ չի բերում։ Այս փլուզումն էլ ըստ փաստաբանի կապված է անվտանգության կանոնների խախտման հետ։ Չի բացառվում նաև, որ շենքին վաղուց է սպառնում փլուզման վտանգը, սակայն որևէ մեկը հետևողական չի եղել ու չի ցանկացել ներդրում կատարել, շինությունը շարունակելով շահագործել նրա ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։